Ողջույն սիրելի մարդիկ, ես Լիլան եմ, իսկ ձեր էկրաններին է Սյուր իրականությունը։ Այսօրվա իմ հյուրն է գործարար Big Projects-ի համահիմնադիր Դիանա Հարոյանը։ Ողջույն։ Ողջույն, շնորհակալ եմ հրավերի համար։ Ես եմ շնորհակալ, որ այստեղ եք ու չեք մերժել հրավերը։ Սիրով։ Այսօրվա թեման է անկեղծությունը։ Անկեղծությունը մեր սյուր իրականությունում, անկեղծությունը ամեն ուր եւ անկեղծությունը ամենակարևորը մեր օրերի ամենապահանջված ոլորտներից մեկում մարքեթինգում։ Խնդրում եմ լավ եք ընտրել։ Ընդհատեցի, բայց պիտի ասեի, լավն է թեման։ Ուզում եմ միասին վեր բարձրացնենք այս ոլորտի եւ խնդիրները, թե խնդիրները որտեղից են գալիս անկեղծության պակասից, միգուցե եւ ոչ պրոֆեսիոնալիզմ, պրոֆեսիոնալ գործողություններից, հասկանանք որտեղ են թաքնված հաջողության գաղտնիքները եւ որտեղ է այն վատ կետերը, որոնց շնորհիվ ձախողում ենք։ Խոսենք։ Եթե ավելի նեղացնենք հարցը, անկեղծության կարևորությունը Instagram-ից մինչև անգամ բիզնես դաշտ, այս անկյունից բացենք թեման, հասկանանք որտեղ է պետք ավելի ուշադիր լինել, որպեսզի չվրիպենք։ Իրականում, եթե մարդիկ հասկանան եւ վերցնեն անկեղծությունը որպես ինքնապաշտպանական գործիք, ինձ թվում է անկեղծ մարդիկ միանգամից ավելի շատ կլինեն, որովհետեւ երբ դու անկեղծ ես, երբ դու թափանցիկ ես եւ առաջինը դու ես նկատում, խոսում բարձրաձայնում այն բաները, որոնք չէի ուզի որ ուրիշները նկատեին, բայց նկատելի են անպայման, շատ ավելի ուժեղ ու պաշտպանված ես լինում։ Այդ պատճառով մեր ընկերության արժեքներից մեկը թափանցիկությունն է։ Այսինքն մենք մեր ընկերության ներսում, ինչպես ներքին մեր հաճախորդների կամ ինչպես մենք ենք ասում թիմակիցների դեպքում, այնպես էլ մեր գործընկերների դեպքում անկեղծությունը որպես հիմնային արժեք ենք դնում, ներողություն թափանցիկությունը, որը իրականում անկեղծության թարգմանությունն է, այլ բառով, եւ մենք սիրում ենք թե լավ թե վատ բաների մասին անպայման պարզ մարդկային լեզվով խոսել, դա չծածկել, չթաքցնել, որովհետև վաղ թե ուշ երևալու է, եւ եթե Instagram-ից գանք, երևի նկատել եք, որ հիմա անկեղծությունը անգամ թրենդ է, հիմա չէ, արդեն մի քանի տարի է, թե եվրոպական շուկայում, թե մեր շուկայում, թե ռուսական շուկայում բլոգինգի բոլորը անկեղծ են։ Բոլորն այնքան անկեղծ են, որ տպավորություն է, որ ավելի լավ կեղծել անկեղծությունը հնարավոր չէ, որովհետև բոլորս ասում ենք մեր անկեղծ կարծիքը, կիսվում ենք մեր անկեղծ փորձառությամբ ու մեկ-մեկ ինձ թվում է ծայրահեղության է հասնում այդ անկեղծությունը, որտեղ մարդիկ խոսում են բաներից, որոնք պիտի իրենց համար պահեին, պիտի իրենց համար մնար։ Ես կարծում եմ, որ նեղանձնական դաշտերներ։ Ես էլ շատ անկեղծ մարդ եմ, եթե ինձ սոցհարթակներում հետևում են, գիտեն, որ ես շատ պարզ հանգիստ խոսում եմ շատ բարդ բաների մասին մեկ-մեկ ու ներքին, բայց թեմաներ կան, որոնք ես ինչքան էլ անկեղծ մարդ եմ, երբեք չեմ բերի ու չեմ խոսի այդ մասին, որովհետև նախ պատասխանատվություն է նաև որոշ թեմաների մասին անկեղծ ու բարձրաձայն խոսելը, եւ հետո մենք չգիտենք մեզ նայող մարդիկ այդ թեմաների հետ ինչ խնդիրներ ունեն, դրա համար մեկ-մեկ անկեղծությունն էլ չափ, սահման ու ձև ունի։ Այո, ամենտեղ այդ չափի զգացումը լավագույն բանն է, որ մարդուն տրված է։ Անկամ լավ բաները չափի մեջ անելը կարևոր է։ Մենք գիտենք, որ առաջին մասնագիտությամբ Դիանան հոգեբան է եւ կուզեմ ասես Դիանա, հոգեբանության դերը որպես գիտություն քո կյանքում եւ որքան է օգնել այն քեզ առաջ շարժվել ու ամենակարևորը օգնել է քեզ ավելի անկեղծ լինել քո թիմակիցների, արդեն նաև որպես գործարար թիմակիցների առաջ։ Ճիշտն ասած, ես պարբերաբար տխրում եմ, որ չեմ շարունակել իմ ճանապարհը ու մասնագիտական ուղին որպես հոգեբան, հոգեթերապևտ, ու թերապևտիկ աշխատանքի մեջ չեմ մարդկանց հետ։ Այդ պարբերաբար տխրելու էպիզոդները շատ չեն լինում, բայց լինում են։ Իհարկե, հետո նաև հասկանում եմ, որ լինելով կրթությամբ հոգեբան եւ իմանալով հոգեբանություն ու ծանոթ լինելով այս մասնագիտությանը ներսից եւ որպես գիտություն նաև հասկանալով հոգեբանությունը, ես չէի կարող լինել թերապևտ, դա իմ անձին եւ իմ հոգետիպին բնորոշ չէ, դրա համար ուրախ եմ նաեւ մի կողմից, որ այդ որոշումը կայացրել եմ, անխոս շատ է օգնել, ամեն օր է օգնում, անդադար է օգնում է թե բիզնեսում, թե ամենասովորական շփման մեջ, թե ինքնավելուտության ժամանակ, եւ ես ոչ մի վարքյան չեմ ափսոսում այն 6 տարիները, որ ես անցկացրել եմ ԵՊՀ-ի պատերի ներսում եւ ուսանել եմ հոգեբանություն։ Տխրում եմ անխոս, որ նաև մեր երկրում մենք չենք ունեցել այն պայմանները, էթիկայի այն դաշտը, որտեղ ես ինձ շատ ինքնավստահ ու պաշտպանված կզգայի ընտրելով այդ մասնագիտությունը արդեն պրակտիկորեն, բայց շատ բան է փոխվել, ինձ թվում է հիմա բավականին լավ վիճակում է, պսևդոհոգեբանները անխոս շատ են եւ ես գիտեմ, որ մարդիկ ուղղակի սիրում են հասկանալ հոգեբանությունից, մարդկանց դուր է գալիս
ասել որ իրենք էլ են հոգեբան, բայց այդ շատ ծիծաղելի է։ Հասկանալ ինքն իրեն, հա, այդ ճանապարհը անցնել։ Այն տեսանկյունից չէ, ոչ թե ինքնաճանաչման, այդ տեսանկյունից լավ է որ մարդիկ հետաքրքրված են, բայց շատ մարդիկ կարծում են որ իրենք օժտված են մարդկանց լավ ճանաչելու տաղանդով եւ ահա դա հոգեբանություն է, բայց հոգեբանությունը ահագին ուրիշ բանի մասին է։ Երիտասարդ լինելով դուք շատ մեծ հաջողություններ եք գրանցում այսօր, ինչի համար շնորհավորում եմ բոլորիս, որովհետև սա նաև մոտիվացիա է բոլոր այն մարդկանց, ովքեր ուզում են ինչ-որ բան սկսել ու մեզ հաճախ այդ հետսովետական հատկապես տարիներին այն միտքներ տրված, որ պիտի տարիքով լինես, պիտի պատկառելի տարիք ունենաս, որ հաջողություններ գրանցես, պիտի շատ աշխատես, 40-ից հետո նոր սկսես լավ ապրել, սկսես հաջողել, մի խոսքով բիզնեսում։ Այսօր մենք ունենք օրինակներ, որ շատ երիտասարդներ հաջողում են, ինչը շատ ողջունելի է, եւ քանի որ դուք վառ օրինակ եք երիտասարդներ, ովքեր որ ուզում են նոր բան սկսել, ինչպես հաջողել, ինչպես անցնել այս ճանապարհը ու ամենակարևորը վերջում հաջողել, որովհետեւ մենք միշտ սիրում ենք ճանապարհի կեսից հետ կանգնել, մեզ միշտ թվում է, որ արեցինք մինչև վերջ, բայց չստացվեց, իսկ միգուցե չենք հասել այդ վերջնակետին։ Ո՞րն է եղել ձեզ համար այդ վերջնակետը, որ հասկացել եք, որ կա հաջողություն ու այս ոլորտը ձերն է։ Դեռ չկա վերջնակետը ու ես դեռ վստահ չեմ, որ մենք վերջնական հաջողել ենք կամ ինչ է հաջողելը։ Դա մի ճանապարհ է, որը դու սկսում ես անցնելու գործընթացը ու չի ավարտվում, երբեք չի ավարտվելու։ Այն որ ասացիր շատ պիտի աշխատես, դա ոչ մեկը չի չեղարկել։ Այո, շատ պիտի աշխատես, բայց այդ հետսովետական մոտեցումը, որ անպայման կարևոր է, որ դու գոնե 40-ն անց լինես, որ հանգիստ լինես, ասելու որ դու հաջողել ես, կարծում եմ վաղուց ակտուալ չէ, եւ ինձ թվում է, որ առաջ էլ այդպես չի եղել, առաջ եւս երիտասարդ մարդիկ հաջողել են, ուղղակի քանի որ սոցցանցերում այս հասանելիությունը չեն ունեցել, մենք այդ դեպքերը չենք իմացել, ես ավելի քան վստահ եմ։ Եվ այո, շատերը կարծում են, երբ ինձ լավ չեն ճանաչում կամ առաջին անգամ են իմիջը նայում, որ ես ինչ-որ 30-ն անց 40-49 մոտ մարդ եմ, որովհետեւ նայում իմ արտաքին այդպես շատ 20-ական, չգիտեմ ինչու, բայց չէ, եւ խոսքը մի խոսքով ու մարդիկ իհարկե դրական միտում ունենալով, բայց ինձ միշտ ասում են, որ ապշում են, երբ իմանում են, որ ես հիմա արդեն 27 եմ, բայց մարդիկ երբ ինձ ճանաչում են եւ մենք արդեն բիզնեսի մեջ ենք, ես 23 էի, 24 էի եւ մարդիկ այդ ապշած հետադարձ կապը տալիս էին, ինչը շատ նորմալ է կարծում եմ, որովհետեւ նաեւ մեր հասարակության մեջ, որտեղ մարդիկ 6-10 տարի ուսանում են, կախված ինչ են, հա, սովորում, օրինակ բժշկական համալսարանում ամբողջ աշխարհում են, հա, այդ 10 ու ավել կամ ամբողջ կյանքը, այո, ուսումնառության process-ի մեջ են եւ իհարկե դա լավ է մի կողմից, բայց նաեւ կարեւոր է դրան զուգահեռ պրակտիկ գործողություններ անել հաջողելու համար, միայն ուսումնառությունը բավական չէ, բայց խիստ կարեւոր է։ Ինչ անեն մեր ժամանակակից երիտասարդները։ Նախ ինձ թվում է այս մեր սերունդը հիմա խնդիր ունի հետեւյալի հետ, որ շատ աշխատելը այդ շատ վատ բան է ըստ մեր նոր սերնդի ընկալման, եւ գիտեք, ես չեմ ասի, որ իրենք այդպես շատ սխալ են, բայց կարծում եմ, որ հաջողության համար քիչ աշխատել ու հաջողությունը իրար հետ կապ չունեն։ Ես չգիտեմ քիչ աշխատած, բայց հաջողակ մարդու։ Ես գիտեմ քիչ աշխատած, մի օր հաջողած եւ հետո ամբողջ կյանքը ձախողած մարդու։ Իսկ շատ աշխատած ու չհաջողած մարդիկ գուցե կան, բայց երևի մենք չենք իմանում իրենց մասին, որովհետեւ իրենք քանակապես ավելի քիչ են։ Կամ սխալ ոլորտ են ուղղակի ընտրել, կամ դեռ չի եկել պահը։ Կամ դեռ չի եկել պահը, բայց շատ կամ բաց են թողել պահը, կամ բաց են թողել պահը, այո, բայց շատ աշխատել ու արդյունք չունենալ չի լինում, դա ֆիզիկապես, ֆիզիկայի օրենքներով, հա, չգիտեմ ինչպես ուզում են կարող ենք համատել, հնարավոր չէ, որովհետև երբ որ դու անում ես, որ լավ, ջուրը կաթում է քարի վրա, կաթիլ տարիներով, բայց չի լինում, որ հետևանք չունենա, չէ՞, թեկուզ եթե ինքը ամեն օր մեկ կաթիլ է կաթում, ինչ որ պահ հետո մեծ անցք ենք տեսնում որպես հետևանք։ Նույնը աշխատանքն է։ Աշխատանքի արդյունքը այսօր մեր սերունդը ուզում է տեսնել այդ պահին, հա, ես այս մի գործողությունը արեցի, անմիջապես 1 վայրկյան անց պիտի հակադարձ գործողությունը լինի, բայց այդպես չէ կյանքում։ Սովորաբար մենք շատ երկար ինչ որ ճանապարհ ենք անցնում եւ պատին ենք տալիս մեր գլուխում, ինչ որ պատը դուր է դառնում եւ դա նորմալ է։ Հիմա այն ժամանակահատվածը, որը մեզ է բնորոշ մեր բիզնեսի համար, հա, այո, օբյեկտիվորեն բավականին կարճ էր հաջողելու համար, որոշակի հաջողություն ունենալու համար, բայց հետո մի բան էլ կա, ես կարծում եմ, որ սովորաբար հակառակն են ասում, որ Հայաստանում շատ դժվար է հաջողել եւ այլն, ես հակառակն եմ ուզում ասել, հենց Հայաստանում շատ հեշտ է հաջողել։ Հայաստանում եթե դու մի քիչ նորմալ մարդ ես ու այո, չես հետ կանգնում ճանապարհի կեսից, նորմալ մարդ ես ասելով, նկատի ունեմ, որ ազնիվ ես, քո արածը իրոք հարց է լուծում, ոչ թե դու օդ ես կրակում, չես խափում ոչ մեկի եւ ոչ մեկի հաշվին չես քո գործը անում, այլ վերցնում ես գումար եւ տալիս ես այդ գումարին համապատասխան ծառայություն կամ ապրանք, այսինքն ազնիվ ես,
բարդ է չհաջողելը, որովհետև մրցակցություն շուկան փոքր է, բայց այնպես էլ չէ, որ մրցակցությունը շատ է, որովհետև իրոք եթե դու մի քիչ որակով ես անում, միանգամից առանձնանում ես բոլորից, որովհետև հիմնականում անորակ է ամեն բան։ Իհարկե կան նաև շատ որակով բաներ, ես չեմ սիրում վատաբանել, կան նաև որակով բաներ, բայց նաև շատ ոլորտներում անորակ է, որովհետև չկա հակադիր մրցակցություն։ երևույթը միշտ կա։ Չէ, գիտեք, այդ անորակությունը ինչից է եկել, չի եղել թեժ մրցակցություն։ Մարդիկ մտածել են, դե լավ, այս շուկան է, միայն մենք ենք առաջարկ տվողը, ինչ կուզենք կանենք, բանել չենք անի։ Հիմա այդպես չէ, հիմա ամեն մեր երիտասարդներն էլ չնայած համալարկոտ են, բայց նաև շատ տաղանդավոր երեխեք կան, շատ որակ տվող մարդիկ կան, ու այդ հաջողելու շեմը բավականին երիտասարդացել է։ Ինչ անեն, ոչ մի բան պետք չի երկար մտածել ոչ մի բանի մասին։ Երբ որ մենք երկար ենք մտածում, մենք ամբողջ էներգիան այդ ամբողջ մեջիկը, այո, այդ կախարդանքը փոշիացնում ենք։ Իսկ բոլորս անցել ենք այդ ճանապարհը։ Իհարկե մենք էլ, եւ հետո մեր հաջողելու երևի ամենամեծ բանը ամեն դեպքում այն հաջողությունը, որը հիմա մարդիկ մեր դեպքում հաջողություն են ասում, լավ, այս ստացված պրոյեկտները, որոնք մենք շատ լավ մոնետիզացնում ենք եւ իրենք տալիս են իրենց նաեւ էֆեկտը մեր գործընկերների համար, ինչի հետևանքն են երկար չմտածել, ուղղակի արել ենք։ Ուղղակի գործել եք։ Վայ, դեկտեմբեր ամիսն է շուտով, նոր տարի է, ինչու ոչ, եկեք անենք Big Christmas Market-ը։ Վայ, շուկայում այսպիսի թեմայով բան չկա անշարժ գույքի։ Արի անենք այս թեմայով ցուցահանդեսը, բայց այդ այն չի, որ արի անենք, դե լավ արի անենք։ Հետո նստել ենք օրուգիշեր։ Իհարկե շատ ես չեմ ուզի հիմա ձանձրացնել մեր ունկնդիրներին այդ տակի աշխատանքի մասին, դա կարծում եմ ենթադրելի է ինչքան աշխատանք կա տակը եւ ինչքան ռիսկ կա, մենք մեր ամբողջ անունը եւ անձը դրել ենք։ Ձանձրացնի, եկեք մի քանի կետով անցնենք այդ ճանապարհով, որպեսզի մարդիկ հասկանան։ Դե ես ու ամուսինս ենք հիմնադրել մեր ընկերությունը, երբ դեռ ամուսնացած չէ, հետո ֆորմալ արդեն ամուսնացած էինք, երբ ընկերությունը այդպես հիմնադրեցինք, բայց մինչև այդ մենք շատ երկար ճանապարհ ենք անցել, լիքը բիզնես ենք իրար հետ արել, մարդիկ ովքեր մեզ ճանաչում են, գիտեն, մենք Սանտա Կլաուսի բիզնեսից մինչև նուշ վաճառել, կեռատին հայկական շուկա մտցնել, շատ ենք այս մասին պատմել, օրինակ մի գեղեցկության սրահ կար, որը ներկայացնում էր պաշտոնապես կեռատինային այդ հարթեցման նյութերը հայկական շուկայում առաջին անգամ, դրանք շատ բարձր որակի եւ թանկ նյութեր էին ու պիտի արվեր շուկայի իսկ իմ ամուսինը որպես մարկետոլոգ էր այդ սալոնում աշխատում, ես էլ ուսանող էի կամավոր կերպով առանց ոչ մի ակնկալիքի օգնում էի նա իմ ամուսինը չէ, նա իմ ընկերն էր այդ ժամանակ դեռ իմ ընկերոջը, ինքը շատ լավ բանակցող է, ես էլ շատ լավ եմ տեքստեր գրելուց, հա այն մի քիչ գեղարվեստական կողմից ու տեխնիկական աշխատանքից։ Միասին ամբողջ հայկական շուկայի, հա այդ գեղեցկության սրահները ուսումնասիրելով ու կեռատինը ուսումնասիրելով հասկացանք, հա ինչ գործիքներ պիտի ինտեգրենք այդ պրոդուկտը շուկա մտցնելու համար, էլի դե երկար չխորանամ, հաջողեց բավականին է դա ու մենք իմ ամուսինը Համլետը աշխատում էր այնպիսի աշխատավարձով, որը հիմա եթե բարձրացենք այդքան հետաքրքիր չի լինի, որովհետև դա շատ փոքր թիվ էր այդ աշխատանքի համար, բայց մենք շատ նորմալ էինք դրան նայում, որովհետև մենք սովորում էինք, մենք առաջին անգամ էինք անում, մենք չգիտեինք կստացվեր թե չէ, ու ընդհանրապես փորձում էինք, հա, դրանից հետո ունեցել ենք մեր HD Games-ը, որը ժամանցային խաղեր էր, խաղերի ծառայություններ, խաղերը Համլետը մտածում էր, ես օրենքներն էի ձևակերպում, ու մենք տարի ու կես 2 տարի բավականին լավ գումար ենք աշխատել, մենք էինք վարում, հա, միջոցառումը, տարբեր թիմ բիլդինգներ, IT ընկերությունների համար, ու խաղերը ստանդարտ չէին։ Մենք համապատասխանեցնում էինք այդ բիզնեսի ոճին, կարիքներին, անգամ բառամթերքին։ Այ հենց այդտեղ այդ մասին եմ ուզում խոսենք, այսինքն դուք շարունակ դիտարկումների փուլում եք։ Անդադ դիտարկում եք, ընտրվեց ոլորտը, կա միտքը, գաղափարը, իրագործվեց ու սկսում է դիտարկելու վերլուծության այո փուլը։ Խնդրում եմ այդ վերլուծության փուլի մասին։ Տեսեք, նախ առաջին բանը, մենք շատերը ներեցեք, հենց այդ վերլուծության փուլում են վրիպում։ Կա նման բան։ Առաջին բանը, որ մենք գիտենք, որ մենք պիտի աշխատենք գումար, այսինքն պիտի դա լինի բիզնես, դա չպիտի լինի ինչ-որ զբաղմունք, հոբի, դե ձեռքի հետ մի բան է անում ենք, ոչ, կյանքը շատ կարճ է, շատ երկար այդ մտքերի մեջ լինելու համար, ուսանող ժամանակ եղել ենք այդ մտքերին։ Ցանկացած բիզնես, որը կոմերցիոն նպատակ է հետապնդում, իր միակ միտքը պիտի լինի ինչպես աշխատել, ինչպես գեներացնել ֆինանս, որովհետև առանց ֆինանսի մեր գործունեությունը երկար կյանք չի ունենա։ Եվ մենք ցանկացած գործ անելիս, այո, այդ պահին գուցե այդ ֆինանսը չեն գեներացրել, բայց ամբողջ նպատակը, երկարաժամկետ mindset-ը, այո, մենք պիտի պատտեինք ամեն բան այնպես, որ այդ մշտական ֆինանսական հոսքը լիներ, որպեսզի մեր կյանքը երկար լիներ։ Իհարկե HD Games-ում այդ ժամանցային խաղերը երբ մենք անում էինք, ֆինանսական հոսքը լավ էր, բայց մի խնդիր կար։ Մենք դա չէինք կարող ավտոմատացնել։ Իսկ բիզնեսում, եթե դու բիզնեսը չես կարող ավտոմատացնել, դա բիզնես չէ։ Եթե ամեն ինչ շարունակականություն չունի։ Նայեք, դուք ձեր ռեսուրսը մեկն է, չէ՞։ Դուք 24 ժամում քանի միավոր աշխատանք կարող եք անել։
HD Games-ում բոլորը ուզում էին, որ մենք վարեինք այդ խաղերը։ Եվ երբ մենք արդեն թիմ հավաքեցինք ու խաղերին ոչ թե ես եւ Համլետն էին գնում, այլ մեր թիմին էին ուղարկում, մարդիկ չէին ուզում այդ ապրանքը, որովհետեւ սարաֆանային համարտիկ խորհուրդ էին տվել Համլետին ու Դիանային, ոչ թե HD Games-ը։ Մենք հասկացանք, որ դա չի դառնա բիզնես։ Իհարկե հետո COVID-ը եկավ, դա էլ չարեցինք, չգիտեմ եթե COVID-ը չգար, ինչ կլիներ, բայց մենք զուգահեռ մինչև COVID այդ բիզնես անում ենք, ես զուգահեռ ուրիշ տեղ էի աշխատում, Համլետ ուրիշ տեղ էր աշխատում, միայն այդ բիզնեսով չէինք, որովհետև դա ստաբիլ եկամուտ չէր։ Սեզոնային էր, օրինակ ամառային արձակուրդներին մենք գրեթե բոլոր դպրոցների, բոլոր դասարանների հետ էքսկուրսիաներին գնացել եւ մամաների ու դպրոցականների ու դասղեկների համար խաղեր են կազմակերպել, հետո անցանք խոշոր ընկերությունների հետ իրենց թիմ բիլդինգներին, տարբեր բանկերի, ֆինանսական, մինչև կենտրոնական բանկի համար անգամ մենք արել ենք միջոցառում ժամանցային, ապահովել ենք իրենց ժամանցը, ծնունդներ, հարսանիքներ եւ այլն, բայց հետո մեզ համար պարզ էր, որ դա երկար կյանք չունի, եթե մեր անունների վրա է հիմնված։ Տեսեք, big projects-ն է հիմնված մեր անունների վրա, բայց տարբեր են, այսինքն տակի process-ները, սպասարկում, մարքեթինգի տեխնիկական կողմը, վաճառքի տեխնիկական կողմը, շատ բաներ իհարկե մենք չենք անում, մենք հիմա ենք 30 հոգանոց թիմ, ես կարող եմ օրերով գրասենյակ չգնալ եւ ոչինչ չի այրվի, բայց դեռ չեմ կարող ամբողջապես բիզնեսից դուրս գալ իհարկե, բայց դա սա երբեք չեք կարող բիզնեսից, որ պահին դուրս գաք բիզնեսից, ինչ որ մեկը պիտի լրացնի տեղը։ Իհարկե, կամ եթե դու լավ ղեկավար ես կամ լավ հիմնադիր ես, դու արդեն պիտի ինչ որ պահից այդ մարդուն գտնես ու շարունակես այլ բիզնեսներ մտածել, հա, եթե դու գործարար ես քո ոգով։ Այ տեսեք, գտանք վերջնակետը։ Տեսեք, դուք ասում եք չկար վերջնակետ, բայց հա, բայց դու այդ չկա վերջնակետ մի մարդու անհատական ճանապարհի իմաստով, թե չէ, իհարկե, վերջնակետը որևէ պրոյեկտի մասին եմ ուզում խոսել, որևէ պրոյեկտի մասին, վերլուծություն, հա, անենք, որպեսզի մարդկանց པարզ դառնա, օրինակ վերցրեցինք, իրագործեցինք, հետո անցանք այդ հետազոտության փուլը, որից հետո հասկացանք, որ ամեն բան արվել է, հունի մեջ է։ Ամենակարևոր կետը այն է, երբ մարդկա օրինակ միշտ ուզում է իր բիզնեսի մեջ աշխատել։ Այսինքն ինքը միշտ ուզում է իր բիզնեսի մեջ ակտիվ թիմակից մնալ, դա շատ նորմալ է, մենք չենք ասում, որ դա վատ է, բայց կյանքի կտրվածքով, եթե մարդը իր տեսակով գործարար է, նա մեկ բիզնեսով չի կարող սահմանափակվել։ Եթե մենք զուտ նայենք պատմությանն էլ, այո, կան դեպքեր իհարկե, որ շատ լավ գործարաններ ունեցել են մեկ ֆանտաստիկ խոշոր այնպիսի բիզնես, որի մասշտաբը այնքան մեծ է, որ դա մի քանի բիզնեսի տեղ է անցնում, հարց չէ դա, բայց երբ ենք մենք մտածում, կարծում, որ ինչ որ բանը վերջնական հաջողեց, երբ մենք կարող ենք վաճառել այդ բիզնեսը։ Այսինքն երբ այդ բիզնեսի համար պատրաստ է ինչ որ մեկը վճարել այն գումարը, որ դու ուզում ես, եւ դու պատրաստ ես բաժանել այդ բիզնեսից, շատ լավ գնով վաճառելով այդ բիզնեսը։ Այդ ժամանակ արդեն այն ժամանակ էլ է հաջողված, երբ դու աշխատում ես այդ բիզնեսում եւ այդ բիզնեսը լավ գումար է բերում, ինքն իրեն պահում է եւ դու հավելյալ գումար ես աշխատում, բնականաբար հարց չկա, բայց երբ մարդը կարող է վաճառել իր բիզնեսը ու անցնել առաջ, դա արդեն ֆանտաստիկ է։ Կամ եթե ոչ վաճառել, որոշակի խոշոր ներդրումներ ներգրավել, օրինակ միջազգային ֆոնդերին ներգրավել եւ ներդրումներ բերել բիզնեսի մեջ, այդ դեպքում էլ ուրեմն գործարարը շատ ճիշտ ու գրագետ աշխատանք է կատարում։ Գրեթե բոլոր ոդքասթերի էպիզոդներում անդրադառնում ենք սոցիալական պատասխանատվությանը։ Շատ արդի հարց է մեր օրերում, երբ որ մարդը կրում է իր վրա այդ սոցիալական պատասխանատվությունը, անկախ նրանից թե որ ոլորտում է գտնվում, եկեք մարքեթինգ բերենք այս երևույթը, արդյոք այսօր դաշտը ունի այդ խնդիրները։ Ես տեսնում եմ, որ ունի ու օրինակներից մեկ ուզում եմ բերել, դուք շարունակեք։ Օրինակ որևէ բլոգեր, շատ ակտուալ մասնագիտություն, երևի չկա մի էպիզոդ, որ չանդրադառնանք բլոգինգին ու ակտուալությանը, համացանցային իրականությանը, որովհետև այդ ամենի մեջ ենք մենք հիմա ապրում, ուզենք թե չուզենք, լավ է թե վատ, հարցի մյուս կողմն է, որևէ բլոգեր, ով շատ ակտուալ է, մեծ գումարներ է վերցնում գովազդի համար, վերցրեց, գովազդեց որևէ X պրոդուկտ, որը անգամ չէր փորձել ինքը ու լայն զանգվածներ, այսինքն գնեցին, եղավ ինչի համար աշխատեց գովազդը, այո, ինչի համար որ վճարել էր գովազդատուն, արդյունքը ունեցավ, բայց հետևում թաքնված, չգիտեմ, առողջապահական խնդիրներ կարող են լինել, վտանգավոր նյութ, ամեն բան այսօր վաճառվում է, հա, մինչև անգամ միտքը
վտանգավոր միտք հնարավոր է եւ վաճառել։ Եկեք հասկանանք ինչպես վերահսկել էս ամենը ու ինչպես մարքեթինգում այդ սոցիալական պատասխանատվությանը մոտենալ։ Գիտեք, այս մեդալը ունի երկու կողմ եւ քանի որ ես երկու կողմին էլ շատ լավ տիրապետում եմ, որովհետեւ մի կողմից ես նույնպես ունեմ բլոգ եւ մյուս կողմից ես նաեւ ակտիվ գովազդատու եմ այլ ինֆլուենսերների համար, մեդալը ունի երկու կողմ եւ այստեղ վիճելի հարցերը շատ են։ Առաջին բանը, եթե պիտի մարդը հույսը դնի նրա վրա, որ ամեն հեռախոս ունեցող, որը նաեւ լսարան է ունենում, այնքան բարոյական լուրջ արժեքներ պիտի ունենա եւ այնքան պատասխանատվություն, որ պիտի այսպես խորանա ամեն բանի մեջ, դա պարապ գործ է։ Չէ, դա նույն բանն է, երբ մենք մեր գաղտնաբառը քարտի եւ տվյալները տալիս ենք զեղծային եւ հետո գնում բանկին ենք մեղադրում։ Նույն բանն է գրեթե, այսինքն եթե ես նայում եմ ինչ որ բլոգերի, որ ինչ որ բան է գովազդում, շատ վստահում եմ այդ բլոգերին, բայց կասկածելի պրոդուկտ է կամ այնպիսի պրոդուկտ է, որի վրա մեծ գումար պիտի ծախսեմ, նախ ես ինչու եմ միայն մեկ բլոգերի կարծիքով իմ կյանքի համար նման որոշում կայացնում։ Իսկ եթե կայացրեցի, արդեն իմ դաշտն է։ Այսինքն եթե ես հասուն մարդ, 18+ մարդ որոշել եմ, որ այդ գնումը պիտի անեմ, այդ բլոգերը ոչ մի մեղք չունի այդտեղ, մի կողմն է սա, հա։ Այսինքն հույսը դնել, որ բոլոր բլոգերները պիտի լինեն բարեխիղճ, բարձր բարոյական արժեքներով եւ ազնիվ։ Հա, ինչի համար այդ, չէ, պետք չէ հույսը դրա վրա դնել։ Մյուս կողմից իհարկե նախ կարևոր է հասկանալ, որ մեր բլոգինգի ոլորտը այնպես չի որ 100 տարեկան է եւ այնտեղ կան էթիկայի գրված, այո, էթիկայի գրված նորմեր, չէ, այդ ոլորտը որևէ երկիր, որտեղ բլոգինգում կան էթիկայում։ Ես գիտեմ, որ Ամերիկայի շուկայում բավականին կարգավորվում է գովազդի կտորը, դու չես կարող ինչ-որ բան գովազդանել եւ չնշել, որ դա գովազդ է, ոչ թե մեր նման հակառակը գովազդանես ու ասես սա գովազդ չէ։ Այնտեղ անպայման պիտի այդ նշումը կատարես, որ դա գովազդ է, հա, մի խոսքով շատ բաներ կա, այստեղ էլ կկարգավորվի վստահ եմ, ռուսական շուկայում ինչ-որ արգելվել է հիմա առհասարակ սոցցանցերում գովազդ այդպիսի լուր էի լսել։ Վերջը այստեղ այդ ամեն ինչը նոր է կարգավորվում եւ շատ բլոգերներ իրենց փորձի ու սխալի վրա են կրթվում։ Ես շատ բլոգերներ գիտեմ, որ ինչ որ պահի գովազդել են մի բան, որը իրենց այդ պահին շատ ազնվորեն են թվացել է լավը, ամիս նրանց բարձվել է վատ բաներ եւ այդ մարդը իրոք չի հասկացել, բա հիմա ես ինչ անեմ, ինձ այն պահին թվում էր, որ լավ բան է։ Եկեք ֆիքսենք, որ այդ լավ ու վատ ճակերտներում ասված, հա, երևույթները օգտակար վնասակար էսպես, հնարավոր է այդ պահին դու տեսնես, քեզ դուր կա, գնես, հետո մի ամիս հետո ուղղակի անպետք իր դա դուրս գա։ Եվ մի ուրիշ բան էլ կա, հաճախ բլոգերներին կարող են ուղարկել շատ լավ բան, շատ լավ ապրանք, հետո երբ այդ բլոգերի գովազդով ինչ որ մեկը գնում է կատարում, գնում կատարողին ուղարկեն մի խայտարակ բան։ Ես այդպիսի դեպք ունեցել եմ, բայց ոչ թե որպես բլոգեր, այլ որպես գնորդ։ Մի բլոգերի գովազդում տեսել եմ լավագույն պրոդուկտը ուղարկում։ Հեսա պատմեմ, տեսել եմ կոշիկի գովազդ, որտեղ կոշիկի տուփը շատ գեղեցիկ, այդ իր առանձին պարկով կոշիկը պահելու եւ այլն, հա, անբոքսինգ է անում, ապա փաթեթավորում է անում, հա, նոր բառ ենք բացահայտել մեզ համար։ Եվ անկեղծ ասած, ես այդտեղ հավանեցի ոչ թե կոշիկը, այլ կոշիկի պարկը։ Լինում է, այդպես էլ է լինում։ Եվ մտա այդ չպատվիրեցի կոշիկ լրիվ ուրիշ կոշիկ, որը հավանեցի, ակնկալելով, որ ինձ էլ այդ նույն տուփը կուղարկեն եւ ես այդ կոշիկի պարկից կունենամ։ Ինձ ուղարկեցին տուփ, կոշիկը մեջ ուղակի շպրտած, բարի բուն իմաստով եւ այդպես։ Հիմա այդտեղ բլոգերը մեղավոր չէ։ Այդտեղ բիզնեսը պետք է մտածի, որ հաճախորդ չկոստների այո, բլոգերին գովազդ տալուց զատ իր գումարը տալիս է, այսինքն իր բիզնեսը պահում է հաճախորդը։ Մենք մեր լավագույն հոգացությունը պիտի ցույց տանք մեր հաճախորդին, այն օբյեկտին, որը մեզ գումար է տալիս։ Հասկանում եք, վերադառնանք նույն անկեղծության կետին եւ անկեղծ լինենք բոլորի հանդեպ։ Այո, այնպես որ ես տպավորություն գուցե եղա, որ ես բլոգերներին պաշտպանում եմ, բայց իմանանք մի բան, որ ակնկալել որ բոլոր բլոգերները պիտի նույն բարոյական ցենզ ունենան, դա աբսուրդ ակնկալիք է, եւ երկրորդը, այո, բլոգերները սովորում են նոր, այս ամեն ինչը նոր է, մի բան կանեն, կսխալվեն, մի քիչ լսանն էլ պիտի իր վրա պատասխանատվություն վերցնի, որովհետեւ սոցիալական պատասխանատվությունը երկկողմանի բան է։ Շատ բլոգերներ այսօր եւ կիրթ են եւ սոցիալապես պատասխանատու, թե թե շատ բլոգերներ հրաժարվում են այնպիսի գովազդներից, որոնք իրենց մեջ պարունակում են այլոց վնաս պատճառող, հա, օրինակ այդ գեմբլինգային բաները, ծխախոտ, չգիտեմ, այդ բոլոր վատ նյութերը, դրանք շատ վատ բաներ են եւ ես չգիտեմ այդպիսի նորմալ բլոգեր, որը այս բաները կգովազդի կամ գովազդում է աշխարհի գումարների դիմացել։ Իսկ ովքեր էլ որ գովազդում են, դա իրենց խնդիրն է, իրենց կարման է, քավլիցի։ Սիրելի հետևորդներ, այդ բլոգերների դուք ձեր ուղեղները միացրած պահեք։ Ու առհասարակ այդքան մի վստահեք ամեն մեկից կարծիքին։ Մենք շատ սուբյեկտիվ, ինչու բլոգերը ամեն բան իմացող, բլոգերն էլ սովորական մսից արյունից մարդ է, այսօր կարող է այս բանը սիրել, վաղը չէ։ Չի կարելի այդպես միանշանակ նայել բլոգինգին ու ասել Դիանան ասել է, որ մածունը սև է, ուրեմն մածունը սև է, չէ։
Դիանան է կարող է խնդիրներ ունի տեսողության հետ չի կարելի այդպես միանշանակ վստահել։ Այսինքն սոցիալական պատասխանատվություն պետք է յուրաքանչյուր անհատ իր ներսում կրի։ Իհարկե մենք մեր կյանքի համար պիտի առաջին հերթին մենք կրենք այդ սոցիալական պատասխանատվությունը։ Թե չէ մենք ամբողջ աշխարհին մեղադրում ենք բանկը խափեց, այս ինչը խափեց, այն ինչը լավ չէր, երկիրը երկիր չի, իշխանություն չի, ամեն ինչ վատ է։ Գործ չկա, փող չկա։ Փող չկա, բա մենք, իսկ մենք ինչ ենք արել, որ այդպես չլինի։ Իսկապես ինչ ենք արել, որ այդպես չլինի։ Եթե այդպես է, ուրեմն լավ էլ արժանի ենք։ Ու ես գտնում եմ, որ ամեն մեկը այն հիվանդությունները եւ այդ բաները բացառելով իհարկե, ամեն մեկը արժանի է այն իրականությունը ու այն հոգեվիճակին, որ ինքը ունի։ Նորից եմ կրկնում, բացառելով այն ծանր հիվանդություններն ու բաները, որ շատ ֆանտաստիկ լավ մարդիկ բախվում են, դրա մասին չէ խոսքը։ Փորձություններ են։ Ավելի շատ այն բաները, որ մենք ընտրում ենք։ Այն ընտրությունները, որ մենք անում ենք, այո, հետո արժանանում ենք նրան, ինչ ընտրել ենք։ Այնպես որ պետք է ընտրել իմաստուն կերպով։ Արի միասին հասկանանք կոնկրետ օրինակով 5 հիմնական գործիքներ առաջ բերելով բիզնեսը հաջողելու կետեր։ Երևի թե առաջին բանը, որ պիտի անպայման անենք, հասկանանք, թե այն պրոդուկտը կամ ծառայությունը, որ մենք պատրաստվում ենք մշակել, ինչ հարց պիտի լուծի, առաջինը, այսինքն խնդիրը, որ մենք պիտի լուծենք, հետո ում խնդիրներն են դրանք, թիրախային լսարանը մեր շատ սիրելի, հասկացանք, որ օրինակ եկեք մեր բիզնեսի վրա, օրինակը բերենք։ Մենք հասկացանք, որ ցուցահանդեսների ոլորտը, որովհետև մեր բիզնեսը ցուցահանդեսների մասին է, ոչ թե գլոբալ միջոցառումների, այլ մեր հիմնական պրոդուկտը ցուցահանդեսներն են։ Մենք դա հասկացանք, որ պիտի նեղ նիշային անենք ամեն բան։ Խնդիրը այն էր, որ մեր հայկական շուկայում չկար այնպիսի ցուցահանդես, որին մարդիկ հաճույքով բիզնեսները կմասնակցեն եւ մարդիկ կայցելեին։ Կային շատ ցուցահանդեսներ, դրանցից ոչ մեկը այդ պահին չուներ այն ակտուալությունը, որը կարող էր ունենալ, այսինքն որի պոտենցիալը ուներ։ Շատ լավ կետ ասեցիք, մարդիկ հաճույքով կայցելեն, այո, այսինքն միայն բիզնես կողմը չէ։ Հնարավոր է դու չգնես տուն, բայց գնաս ուղղակի տեսնես շրջելու եւ վաղը մյուսօր օգտագործես այդտեղի գիտելիքը։ Այսինքն առաջին բանը պրոդուկտը հասկացանք, որ չկա նման պրոդուկտ եւ դա խնդիր է, որովհետեւ լիքը բիզնես կա եւ կա բնակչություն որոշակի այս երկրում, որտեղ մենք ապրում ենք եւ բացի այդ աշխարհում այդ գործիքը ցուցահանդեսը որպես մարքեթինգի եւ տնտեսության համար առանցքային տնտեսության զարգացման գործիք շատ երկրներում առաջին տեղում է։ Գերմանիայում ցուցահանդեսները, Ֆրանսիայում ցուցահանդեսները, դաշտը բաց էր։ Այստեղ այո, կարծես կային, բայց համել ինչ որ անհասկանալի էր։ Այդ մեկ, երկրորդ ում խնդիրներն էին դրանք։ Առաջին հերթին բիզնեսի, որտեղ շատ բիզնեսներ չունեին ներկայանալու այնպիսի հարթակ, որտեղ ինձ թիրախային լսանին իսկապես կհանդիպեին։ Հա, ում խնդիրներն են, բիզնեսի։ Այսինքն այդ հանդիպումը իրականացնելու վայրը դուք ստեղծեցիք։ Այո, մենք պիտի լինենք հարթակը, պլատֆորմը։ Ում խնդիրներն էին դրանք։ Երրորդ հարցը, որ պիտի հասկանալ, ում հետ պիտի մենք այդ խնդիրները լուծենք այդ մարդկանց համար, այսինքն թիմը։ Եթե անգամ չգիտենք, որ կոնկրետ Սուրենի, Աշոտի եւ սրա, այլ ինչ տիպի մարդկանց, մեր թիմակիցները ինչպեսին պիտի լինեն։ Ում պիտի մենք աշխատանքի վերցնենք։ Սա իհարկե շատ բարդ հարց է, որովհետև ոչ մի գործատու միանգամից այդպես չի գտնում։ Այո, մենք 1.5 տարի ես մեր բիզնեսում եղել եմ մեր բոլոր հաստիկներ փակողը, այսինքն եւ մարկետոլոգը, եւ օպերացիոն մենեջերը, եւ պայմանագրեր կնքողը, եւ HR-ը, եւ ինչ գիտենք։ Փաստորեն պետք չէ տրտնջալ ամենտեղ նույնն։ Իսկ ինչպես ամեն ոլորտում նույնն։ Բայց ինչպես այլ կերպ, որովհետև շատ մարդիկ կան հավաքում են մի 10 հոգի միանգամից իրենց թիմում, բիզնեսի հիմնադրման հաջորդ օրը։ Ոչ պրոդուկտն է պարզ, ոչ մի բանը պարզ չէ, ոչ զերո ֆինանս։ Կամ մարդիկ են գնում, կամ իրենք շարունակում են անել նույն աշխատանքը։ Կամ իրենք վարկ են վերցնում եւ տալիս են աշխատավարձերը այնքան, մինչեւ հասկանում են, որ իրենք պիտի դուրս գան միտեղ աշխատեն, որ այդ վարկը փակեն։ Շատ են այդ օրինակները։ Ամենավատագույն սցենարը։ Հա, չէ, բիզնես վարկը լավ բան է եւ ընդհանրապես գործարարի լավագույն ընկերը բանկն է։ Իմ ավակ ընկերներից մեկից եմ լսել այդ միտքը, շատ հավանում եմ, բայց այն դեպքում, երբ որ կա այդ բիզնես պլանը եւ դու ունես հաշվարկ, երբ ես այդ վարկը փակելու, այդ վարկը քեզ ինչ պիտի տա եւ այլն։ Լավ, էլի ես շատ բան թեմայի մեջ չխորանանք, հա։ Երրորդ գործիքը, երրորդ բանը, որ անպայման պիտի հաշվի առնել, ովքեր պիտի լինեն մեր թիմակիցները, որոնք են այդ հաստիկները, կամ առնվազն ես ինչ հաստիկներ պիտի փակեմ, ինձ ինչ գիտելիքներ են պետք, ինչ պիտի ես սովորեմ։ Հասկացանք խնդիրը, հասկացանք ում խնդիրներն են դրանք, հասկացանք ում հետ ենք լուծելու այդ խնդիրները։ Չորրորդ բանը այդ ռեսուրսների հավաքագրումն է ու բաշխումը, այսինքն ինչ ունենք մենք, ինչ է մեզ պետք, գլոբալ։ Այդ պետք եղած բաներից ինչերը մենք ունենք, ինչերը պիտի վարձենք, ինչերը պիտի գնենք, ինչերը պիտի բացառենք։
Ու սրանք պիտի բաժանել փուլերի, հա, այս փուլում էսը պետք օրինակ օֆիսային տարածքից սկսած մինչև համակարգիչների, ես իմը շատ տարական եմ ասում, որ այն մարդիկ, որոնք այդ բանի մեջ են հասկանան, հա, մինչև որ էջեր պիտի բացենք, չգիտեմ, էս պիտի անենք, այն պիտի անենք։ Եվ 5-րդը երևի ուղղակի սկսելն է, բան պետք չի հասկանալ այսքանից հետո։ Եթե մենք հասկացել ենք խնդիրը, հասկացել ենք թիրախային լսարանը, արդեն պիտի դնենք, գրենք այդ լսարանի համար։ Հա, պիտի մշակվի պրոդուկտը, պիտի ունենանք մեր թիմում առնվազն 1 հոգի, որը դեմ չէ ստանալ 100 ու 1000 մերժում, այսինքն դեմ չէ առաջարկել, զանգել, գնալ հանդիպել եւ ամիսներով մերժվել։ Որովհետեւ եթե նման մարդ չունեցանք, չեն գնա շատ առաջ։ Եթե մեր թիմում չեղավ մեկը, որը երբեք չի հանձնվելու, մեր թիմում դա Համլետն է, իմ ամուսինն է եւ մեր ղեկավարը ընկերության։ Եթե չլիներ Համլետը մեր բիզնեսում, մեր բիզնեսը կյանքում չէր հաջողի։ Դա անհնար էր, որովհետև Հայաստանում ցուցահանդես բառը լսելուց հետո մենք գտանք հաջողության գաղտնիքը։ Համլետն է, այո։ Համլետի նպատակասլացությունը։ Համառ մարդ, որը գիտի, համառությունը, որ գիտի այսօր փակվեց, մի քանի անգամ փակվեց, վաղը կբացվի։ Որը գիտի, որ իր առաջարկը քո խնդիրը լուծելու է։ Որը հստակ դա գիտի, որը երբ որ խոստում է տալիս, չի ստում։ Այդ շատ կարևոր է։ Որովհետև անկեղծությունը բիզնեսում։ Այո, որովհետև երբ ենք մենք հանձնվում, երբ այդքան էլ վստահ չենք, որ բայց ախր մեր պրոդուկտը մենք գիտենք մեր ցուցահանդեսին մասնակցելով իրականում ինչ օգուտ կարող է բիզնեսը ունենալ։ Դու չես կարող այդ ինֆորմացիան քո մեջ պայել, դու պիտի անգամ երբ քեզ ոչ մեկը չի հավատում, բայց մի հոգի հավատում, այդ մի հոգու համար դու պիտի այդ լավագույնը անես, մենք տարիներով մինուս ենք եղել։ Այսինքն մինուսը ո՞րն է, երբ գումար չենք աշխատել, ընդհանրիկ ծախսերը փակել ենք, բայց իմ եւ Համլետի գրպանում, այո, չի եղել գումար։ Չգիտեմ, մենք մինչև հիմա էլ վարձով ենք բնակվում եւ դա շատ նորմալ է։ Չունենք շատ բաներ, որ կարող ենք ունենալ այս տարիների ընթացքում, եթե այդ գումարը դնենք մեր գրպանը, ոչ թե մարքեթինգի վրա ծախսենք, ոչ թե այո, ոչ թե թիմը մեծացնենք, ոչ թե այնպեսի գրասենյակ հիմա վարձակալենք եւ այնպեսի միջավայր ստեղծենք թիմի համար, որ մարդիկ երազեին մեր մոտ աշխատեին։ Մի խոսքով շատ կարող եմ այսպես ինքնագովազդ չստացվի, բայց ես դեմ չեմ ինքնագովազդի, ես կարծում եմ, որ մենք ուզում ենք լսել։ Ահա, իրական մեզ լավ ոչ մեկը մեզ չի գովազդելու, ում է պետք, որ ինչ-որ մեկին խնդրենք, որ գովազդի։ Հա, եթե դուք չեք խոսում ձեր արած գործ, մի անգամ այդպեսի մի ռիլ էի դրել, շատ հետո իմ գործարար ընկերներ, մենք մի բիզնես ակումբի անդամ ենք նաև, որտեղ շատ տարբեր տարիքի գործարարների հետ ենք շփվում, շատ ավագ ընկերներ իմ գործարարներ, որոնք միլիոն տարի բիզնեսի մեջ են, եկան, Դիանա ջան, մենք ոնց որ քեզնից շատ պիտի սովորենք, որովհետև այդ մի ռիլում երբ դու խոսում ես, որ մենք լավ գործ ենք անում, բայց նստած սպասում ենք, որ պիտի մեկը իջնի մեզ գովազդի, այո, սխալ է, մենք պիտի մեր մեդիան լինենք, բան եւ այո, մեր հաջողության երևի բաներից մեկը հաջողության ճակերտավոր, ինչ որ մենք հիմա ունենք, հա, միշտ խուսափում եմ այս ամենին հաջողություն ասելու։ Մի խուսափեք, մենք բացում ենք ճակերտները։ Որոշակի հաջողության հետևանք նաեւ այն է, որ ես մեր բիզնեսի անունից անդադար հասարակությանը պատմել եմ մենք ինչ ենք անում, անդադար, եւ չեմ ամաչել։ Շատերը ժամանակին մտածում էին, որ դա այս նորաձև բառով ասեմ, cringe, հա, բան է, որ դու քո մասին այդքան խոսում ես, բայց հետո բոլորը հասկացան, բա ով պիտի խոսի։ Ամենաշատը մենք ենք մեզ հետաքրքրում։ Ոչ մեկի վեճին չէ, հա, մեր ինչ լինելը։ Դրա համար այո, մենք էլ պիտի մեր մասին պատմենք, մենք էլ պիտի լսենք մեր պատմածը, պիտի ոգևորվենք դրանից, որովհետև երբ դու պատմում ես հանրային ինչ-որ բան, դու հանրային խոստում ես տալիս։ Պատկերացնում եք, ես իմ դեմքը օգտագործելով տալիս եմ հանրային խոստում, որ Տուն Էքսպոն ամենաֆանտաստիկ ցուցահանդեսն է, որ դուք պիտի այցելեք։ Ուրեմն ես ու հետո դուք ինքներդ ձեզ չհավատաք, այդքանից հետո չհավատաք։ Ու հետո բա ես իրավունք չունեմ այդ խոստումը չկատարելու, որովհետև ես իմ անձն եմ դրել դրա տակ, ու իմ թիմն էլ գիտի, որ թիմը չի կարող այնպես անել, որ Դիանան սուտ դուրս գա։ Հանրային խոստումը դատարկ խոստումը չէ։ Պատասխանատու մարդու հանրային խոստումը մի ող չկարած ոսկի արժե, հա, այսպես հին բանով եթե ասենք, եթե մարդը պատասխանատու է եւ հանրային խոստում է տալիս, նա չի կարող դա ֆիզիկապես չի կարող դա իրականացնել։ Հենց երեք մենք հավաքել ենք մեր գործընկերներին ու խոսում ենք, որ շուտով Տուն Էքսպո Մոսկվան է լինելու, մենք տանում ենք մեր հայրենական գույքը, որ մեր Մոսկվայի հայրենակիցները գույք գնեն Հայաստանում եւ գուցե տեղափոխվեն, գուցե ներդրում դա լինի, գուցե ավելի հաճախ գան Հայաստան, վերջը գումար գա մեր տնտեսություն լծվի, հա, եթե շատ ուղիղ ասեմ, եւ մենք հրապարակավ բեմից մեր բոլոր գործընկերներին խոստացանք, որ լինելու է այդ բան եւ լինելու է ամենաբարձր մակարդակով մեր երկրի գույքը ներկայանալու է միջազգային հարթակում եւ Մոսկվայում եւ հետո Լոս Անջելեսում եւ մենք դա չանելու շանս չունենք, որովհետեւ այդտեղ դրված է մեր անունը, դա քննարկելի չէ։ Հաջողություն ձեր սկսած գործին։ Շնորհակալ եմ։
ես կարող եմ ասել, որ կյանքում իրական օրինակներ գիտեմ, որ մարդիկ սկսել են ինչ-որ բան, բիզնես գաղափար, մասնագիտության հետ կապված կլինի կամ ուղղակի որևէ բիզնես գաղափար, ու ճանապարհի կեսից, երբ որ անմիջապես ձեր ասած, հաջողությունը չի եկել, ճանապարհի կեսից մտածել են իսկ արժի անել, իսկ արդյոք սա ճիշտ ճանապարհն է, այսինքն ինքն իրեն չի հավատացել։ Ամենակարևոր բանը, երբ որ դու ճանապարհի կեսից սկսում ես ինքդ քեզ չհավատալ, որովհետև չես տեսել այդ ծափահարողներին։ Այս դրա մասին եմ ուզում խոսենք, այդ անկեղծությունը մարդը, երբ որ ինքը իր առաջ պիտի դնի, դու անկեղծ ես սրա հետ, որ որոշել ես սկսես, այս միտքը մինչև վերջ պատրաստ ես անկեղծորեն առաջ տանել։ Այդ հարցերը, երբ որ մենք ինքներս մեզ տանք, ինձ թվում է ճանապարհի կեսից չենք կանգնի, անկախ նրանից թե ինչ տեղի կունենա։ Գիտեք, եթե հիմա մարդիկ կմտածեն, որ երբեք չի եղել, որ ես գիշերը նստեմ ու մտածեմ, ես ինչ հիմար գործում ենք, մենք զբաղված ու սա ոչ միտեղ չի տանում, սխալվում եք։ Մինչև հիմա էլ ես այդ մտքերը ունենում եմ։ Այդ մտքերը շատ նորմալ են, իրական ու մարդկային։ Դրա մասին չի խոսքը, այլ գործելու մասին է խոսքը։ Ամենաուժեղ պահը գիտեք որն է, որ երբ որ անգամ ամեն ինչ այնքան վատ է, որ դու այսպես նստած լաց ես լինում օրերով եւ ամեն օր ասում ես, որ դու սա վերջին ցուցահանդեսն է եւ այլևս ոչ մի ցուցահանդես դուք չեք անելու, որովհետեւ լինում են էպիզոդներ, երբ քո արած գործը չի գնահատվում, մի խոսքով կամ ամենտեղ կա դա։ Հա, ամենտեղ կա։ Ամենաուժեղ բանը դրանից հետո հաջորդ առավոտը գնալ ու շարունակելն է։ Ամենաուժեղ բանը դա է, երբ որ դու քո ներսում, այս դու գլոբալ գիտես, որ դու ճիշտ ուղու վրա ես, այդ պահին քեզ շատ վատ է։ Ամիսներ է գալիս, որ հատկապես այդ մեր ցուցահանդեսի ամիսները, երբ մենք ամբողջ թիմով այնքան վատ ենք, իրար ենք ծեծում, հայոյում, ինչ ասես ասում ենք, լարված, այն բարի են իմաստով, որ լարված ենք, խայտարակ վիճակ է։ Գիտեք, ու իվենթ մենեջմենթը առհասարակ ամենաստրեսային, ամենառիսկային, ամեն վարքյան փոփոխություններով, քեզնից չկախված փոփոխականներով երևույթ է։ Դու կարող ես ամեն բան իդեալական անել, բայց վերջին օրը այնպեսի անձրև գա, որ ամեն բան հարամ լինի։ Դե արի ու մեղադրես, բայց ամենալավ բանը, երբ որ դու անգամ այդ մտքերից հետո հաջորդ առավոտյան գնում ես ու անում ես քո գործը այնպես, կարծես դա աշխարհի ամենակարևոր գործն է, կապ չունի դու ինչ հաստիքում ես աշխատում, ու ավարտվում է, օրինակ ցուցահանդես ու հաջորդ օրը բոլորը քեզնից շնորհակալություն են հայտնում, լավ բաներ են ասում, որովհետև դու գործը դու որակով ես արել, չնայած դու վատ մեռնում էիր նախորդ օրերին։ Դրանից դու միանգամից հասկանում ես, որ ամեն բան ճիշտ է։ Նորն է պետք սկսել։ Հա, բայց կարևոր է այստեղ նկատել, որ միանգամից չի գալիս։ Հաջողությունը երբեք միանգամից չի գալիս։ Եթե միանգամից եկավ հաջողությունը, դա հաջողություն չէ։ Դա սատանայի տեսքով ձախողումն է։ Եթե դուք մի հատ բան եք արել ու հաջորդ օրը լավ է, դա հաջողություն չէ։ Չկա հաջողությունը այդպես չի գալիս։ Հաջողությունը մեկ գործողության հետևանք չէ։ Չի լինում այդպես։ Կարևոր է վերցնել նաև աշխարհի ստատիստիկան ուսումնասիրել։ Եղել են մարդիկ, որոնք մի բան են արել, հաջորդ օրը միանգամից բում, եւ երկու օրից բոլորը մոռացել են այդ բումի մասին, այդ բիզնեսի մասին, այդպիսի բաներ շատ կան։ Ամենալավ հաջողությունը դանդաղ, կաթիլ եւ իրական արժեք բերած բանով հասած հաջողությունն է, ոչ թե որ այդ նույնը կարող ենք բլոգինգում նայել, ինչու չկան բլոգերներ, որ հայտնվում են, երկու օրում դառնում պոպուլյար, մի հիմար բան անում են, երրորդ օրը այդ մարդկանց ոչ մեկը ոչ անունը գիտեն, ոչ գիտեն ով էր, ոչ էլ էջն են կարողանում գտնել առհասարակ այդ մարդկանց։ Իսկ մարդը, որը տարիներով կաթիլ ստեղծել է ինքը իրեն, նախ այդ մարդու անուն ազգանունը ամեն սենյակում, եթե ասեն մարդիկ տեղը կբերեն, այդ մարդու դեմքը բոլորը ճանաչում են, այդ մարդու արժեքը բոլորը գիտեն։ Բլոգեր կլինի, թե հիմա բլոգերներին օրինակ բերեցինք, հենց հիմա մեր ունկնդիրները կարող են իրենց ֆավորիտ բլոգերներին իրենց մտքում թվարկել ու հիշել, թե ինչքան երկար են իրենք այդ մարդկանց հետևում, ինչքան երկար են այդ մարդիկ ճանապարհ անցնում։ Այդ դրա մասին է խոսքը։ Հա, իհարկե չէ, շատ նորմալ է, բայց կյանքը երկար ճանապարհ է։ Մի կողմից կյանքը 2 օրվա ճանապարհ է, մեր Թումանյանը ինչպես կասել։ Մյուս կողմից կյանքը շատ երկար ճանապարհ է, շատ երկար պայքար է։ Այդպես չէ, որ միանգամից եկած ոչ մի հաջողություն իրական հաջողությունը չէ։ Դրա համար եմ ես զգուշ օգտագործում մեր հաջողության, այդ որ ասում ենք հաջողության ենք մենք հասել այս 4-5 տարում, ես չեմ կարծում, որ սա դեռ հաջողություն, որովհետև պատմությունը չի ավարտվել, մենք դեռ չգիտենք։ Սա դեռ ճանապարհի սկիզբն է, մեջտեղն է, հայտնի չէ, բայց այն ճանապարհն է, որով անցնում ենք։ Ոգևորող, նաև շատ հիասթափություններով, դժվարություններով, շատ բարձր ռիսկայնությամբ, որովհետև բավական է մեկ ձախողում մեզ համար։ Եվ մեր բոլոր հաջողությունները իջիկ մոռանում եք։ Հավատացեք, եւ մենք եւ բոլորը, որովհետեւ հատկապես երբ դու հենց առաջին օրվանից ես հաջողում, այնուհետև այդ նշաձողը, որ դու սահմանել ես,
շատ ավելի վախենալու է, որովհետև քո ամեն ձախողում արդեն խոշորացույցով են նայելու։ Եթե առաջ դու մի քիչ հաջողում ես, մի քիչ ձախողում այսպես փոքր քայլերով էիր գնում, ամեն ինչ ավելի ապահով էր, երբ դու միանգամից մեծ քայլ ես արելու հաջողել ես, դրա հաջորդող հանկարծ եթե լինի ձախողում, իսկ հնարավոր է ձախողում, ինչու ոչ, հնարավոր է։ Դրա ընկնելը այն մի հատ պաթետիկ արտահայտություն կա, որ բարձրից ընկնելը ավելի ցավոտ է։ Այդ շատ ճիշտ բան է իրական։ Դրա համար ավելի լավ է մենք ցածր ժամանակ մի քիչ շատ ընկնենք, որ համել սովորենք։ Հիմա օրիգը շոտ արդեն մտքիս մի ինձ թվում ինքը լոցում է հիմա։ Պիտի բերեք իրան ստեղ։ Ու ոչինչ չանենք այլ։ Կոմետնի կադեր։ Նորություն չէ, որ սոցիալական հարթակները լավագույն մեթոդն են այսօր բիզնեսում հաջողություններ գրանցելու քո մասին իմաց տալու, որ մարդիկ իմանան ով ես դու, գնեն քեզնից այն պրոդուկտը, որ առաջարկում ես, ու այս դաշտում արդեն կան գծված ինչ-որ որոշակի տաբուներ, կանոններ, այսպես ասենք, ինչ կետեր դուք կառաջարկեք ձեր կողմից բիզնեսը հայտնի դարձնելու։ Օրինակները շատ են, շատերիս հայտնի, օրինակ անձի բրենդինգ, թիմի բրենդինգ, թիմը դարձնել բրենդ եւ այլն։ Կուզենք նորություններ լսել։ Գիտեք, որ ասեմ, այդքան նորություններ շատ կան սոցցանցերի հետ կապված սուտ կլինի, որովհետև ալգորիթմը միշտ նույնն է, իրականությունը միշտ նույնն է, միշտ պիտի դու այնտեղ ներկա լինես, ցանկալի է բոլոր սոցհարթակներում ներկա լինես, առաջ մենք ասում ենք բիզնեսի նպատակից կախված կարելի է այս մի տեղում լինել, այն մի տեղում չլինել, հիմա մի քիչ այդ սահմանը էլ չկա, ամենալուրջ բիզնեսները TikTok-ում կարող են լինել եւ ամենալուրջ բիզնեսները LinkedIn-ում էլ պիտի լինեն, ու մինչեւ անգամ Pinterest եւ այլն, այսինքն եթե կա ռեսուրս, ցանկալի է բոլոր սոցցանցերում ներկայանալ որևէ կերպ եւ քո խոսք ասել, քո նորություններով կիսվել, անձի բրենդի մասով շատ կարևոր է ովքեր են հիմնադիրները կամ առնվազն ով է ղեկավարում ընկերությունը, որովհետև ղեկավարի կամ հիմնադրի ուժեղ իմիջը, լավ դրական իմիջը մի քանի անգամ ավելի արագացնում է հաջողելու գործընթացը եւ այսօր այո, նաեւ այժմ նորաձև է եւ շատ ակտուալ, երբ թիմակիցներն են անդադար հանդես գալիս ու պատմում իրենց գործի մասին, որովհետև դա լայն մասաների համար, որովհետև աշխարհում ավելի շատ աշխատակից կա, քան գործատու եւ ավելի շատ մեր կոնտենտի սպառողները մարդիկ են, որոնք աշխատում են ինչ որտեղ ու իրենք նույնականացնում են իրենց այդ մարդկանց հետ։ Թիմակիցների կողմից ստեղծված կոնտենտը եւս շատ ակտուալ է։ Իմ խորհուրդը միայն այն է, որ այդ ամաչել, այդ մի քիչ այնպես ղզիկական, հա, կներեք, բառից հայերենը չգիտեմ ինչպես, այդ ղզիկ բաները թողեք մի կողմ։ Այո, պիտի ներկայանալ, հանդես գալ, խոսել, ձեր խոսքը ասել, լավ է, վատ է, ճիշտ է, սխալ է, որակյալ է, պրոֆեսիոնալ տեսախցիկով է նկարած թե հեռախոսով, էական չէ, կարևորը սկսելն է։ Ախորժակը ուտելիս է բացվում։ Այս արտահայտությունը կսազի ամեն բանին։ Երբ որ դու սկսում ես, դու ընթացքում ես հասկանում ինչ պիտի անես, ինչը լավարկես, ինչը չեղարկես, ինչը շարունակես, ուղղակի պիտի դրա համար հատկացնել ռեսուրս, ժամանակ, այսինքն ով որ այդ արտադրությունը կոնտենտի, հա, այդպես ասենք, պիտի անի, ինքը պիտի դա որպես աշխատանքային պարտականություն վերցնի, հասկանա, եթե ինքը 8 ժամ աշխատում է, 8 ժամից այսքան ժամը պիտի տրամադրի այդ սցենարը գրի, այսքան ժամը պիտի տրամադրի նկարահանի, մոնտաժի, հրապարակի, արդյունքներին հետևի գովազդային բյուջե ցանկալի է առանձնացնել դրա համար, որովհետև այժմ օրգանիկ կոնտենտով առաջ գնալը շատ բարդ է դարձել, մրցակցությունը մեծ է, բոլորը անդադար կոնտենտ է ստեղծվում, մենք 5 րոպե եթե սկրոլը հայերեն, անդադար հայերեն բառ ենք շրջենք, հա, այդպես շրջենք, հա, թերթենք, օրինակ Instagram-ը, այնքան շատ բան ենք նայում, մոռանում ենք առաջին բանը ինչ նայեցինք։ Շատ դաժան է մրցակցությունը, որպեսզի դրա մեջ մնալ, պիտի անդադար ակտիվ լինել ու առանձին նաև բիզնեսում հաստիկ երևի ունենալ այս թեմայի համար ու հիմնադիրները ու ղեկավարները, գործարանները եւս պիտի պատրաստ լինեն իրենց անձը Երևան բերելու, կիսելու իրենց փորձը, կիսվելու իրենց մտքերով, որ համել գործարարը այդպես աշխարհից կտրված ինչ որ բոբո, ձյաձյա, փորով, ձյաձյա այդ կերպ, որովհետև գործարարը վաղուց այն կարծրատիպային բանը չէ, որ մարդկանց մտքում կա, շատ սովորական, մսից արյունից խոցելի եւ ուժեղ, հա, մարդիկ են։ Հաց չուտող դասատուն չի այլևս։ Ապա հա, որ սանհանգույցից չկա նման բան, ամեն փողոցում քայլում ես, ամեն երկրորդը կարող է այսօր լինել գործարար, այդ հնարավորությունները կան, այնպես որ կարևոր է նաև որ այն մարդիկ, որոնք ասելիք ունեն, չմեղադրեն, որ սոցցանցերը լցված են աղբով եւ բոլորը ոչ ինտելեկտուալ ժողովուրդն իրանցից չլինենք, չէ։ Խնդիր եք տեսնում, խնդիր է որ սոցցանցերը աղբով են լցված։ Հա, դուք էլ այդպես լուրջ դեմքեր եք, եկեք, հանդես եկեք, տեսնենք հեշտ գործ է, հանդես գալը։ Մեկ շատ մարդիկ մեծ խոսում են թե պարապ գործ եք անում բան, բայց եկեք փորձեք այդ պարապ գործից մի 5 րոպե անել եւ ձեր բիզնեսի համար որոշակի։ Ես հիմա չեմ ուզում խոսել թե չեմ ուզի ասել թե մեր բիզնեսի համար զուտ ժամանակը բան չանելու համար, թե մեր բիզնեսի համար ինչ օգտավետություն ունի կոնկրետ իմիջը, որովհետեւ մենք 5 վայրկյանում կարող ենք։ Չէ, խոսեք, մենք ժամանակ ունենք, այո։ Մենք օրինակ կադրային խնդիր
խնդիր երբեք չենք ունենում, որովհետեւ բավական է մենք դնենք աշխատանքի հայտարարություն, մարդիկ երազում են մեզ մոտ աշխատել, մեկը հենց իմիջի շնորհիվ։ Հիմա մեծ կհնչի, բայց այն է ինչ կա, դա եմ ասում։ Շատ հաճախ Համլետը վաճառք է անում, օրինակ Տուն էքսպոյում տաղավար է վաճառում կամ տարբեր էքսպոների այն մարդկանց, որոնք ունեն բիզնես եւ վաղուց իմ հետևորդն եւ ինձ այնքան շատ են սիրում ու տեսել են մեր անցած ճանապարհը, որ վստահում են միանգամից առանց քննարկելու, առանց զեղչուզելու կամ սակա։ Հա, միանգամից։ Չեմ խոսում նրա մասին, որ բարբերաբար ես հրավիրվում եմ շատ տարբեր տեղեր, ինչպեսին օրինակ այսօր ձեր եթերն է, որտեղից ես հնարավորություն ունեմ պատմելու մեր բիզնեսի մասին, մեր գործի մասին եւ դա միայն առաջին հերթին, ոչ թե միայն, բայց առաջին հերթին իմ էջի շնորհիվ է, որովհետեւ ուղղակի big project-ը առանց Դիանա Հարոյանի էջի չունի այն ուժը, ինչ որ Դիանա Հարոյանի էջով։ Իսկ Դիանա Հարոյանի էջում ամենասովորական բովանդակությունն է, որ շատ գործարաններ հաճախ կխուսափեն անել, ասելով որ դա պարապ գործ է, բայց լսարանը այդպես են պահում այսօր։ Ես չեմ ասում ասում է ամենասովորական բովանդակությունը, բայց մտեք ու կարդացեք այն խորը տեքստերը, որ գրում է ռիլերի ներքո։ Դե ամեն դեպքում նկատի ունեմ շատ մարդկանց շատ գործարանների համար դա պարապ բան է, բայց դրա շնորհիվ մենք մեր բիզնեսում օրինակ ես կարողանում եմ համագործակցելով տարբեր ընկերությունների հետ այնպիսի ծախսեր կրճատել մեր բիզնեսի համար, գործառնական ծախսեր, որ շատ մարդիկ գուցե չպատկերացնեն, որ օրինակ իրեն կարող են HR-ական լիքը ծախսեր կրճատել, գովազդային ու մարքեթինգային թեմայի մեջ շատ ծախսեր կրճատել, օրինակ մենք ունենք այդպիսի համագործակցություն, որտեղ մենք գովազդային մի հարթակից օգտվում ենք մեր ցուցահանդեսի համար, եւ երբ գոհ ենք լինում, ես իմեջում այդ գովազդային հարթակի համար ռիլ եմ նկարում եւ իմեջում եմ դնում, որովհետեւ իմ խոսքի իմեջում շատ ազդեցիկ է, ինձ հիմնականում գործարաններ են հետևում։ Համեստությունը լքեց այս եթերը, բայց էպիզոդ։ Ախր ես ասում եմ այն ինչ իրականում կա եւ երևի լավ է որ դա ասեմ։ Եթե չասեք այն ինչ կա իրականում, բացի այդ եթե չասեք, ախր մյուսները չեն վերցնի այս օրինակը։ Մենք սիրում ենք չէ համաշխարհային դեմքերի բրենդեր վերցնել, վերլուծել իրենց օրինակով, առաջ գնալ, բայց որ մենք ենք հակառակն կան բաներ, որ այնտեղ կան ազգային առանձնահատկություններ, որ չաշխատող երևույթներ են, օրինակ ամերիկյան բրենդը հայկական շուկայում չի աշխատի այն կանոններով, ոնց Ամերիկայում էր աշխատում։ Դրա համար տեղական օրինակներ տեսնելը, մենք շատ ուրախ ենք որ խոսում եք, շատ շնորհակալ ենք որ խոսում եք, որովհետև դա օգնում է մարդկանց։ Հա, ինչ շատ են առաջ մղել իրենց բիզնեսը։ Լավ նկատառում էր դա, երբ ես մեկ ասում եմ դե լավ շատ անհամեստ բաներ եմ անում, շատ եմ խոսում մեր մասին, շատ հաճախ մարդիկ գրում են որ դուք որ խոսում եք, մենք հույս է մեզ մոտ արթնանում, որ փաստորեն դա հնարավոր է, այսինքն եթե Դիանան արել է, ես էլ կարող եմ, որովհետև Դիանան իմ նման աղջիկ է։ Այսինքն նայում եմ ամեն բան իմ նման է, այս աղջկա մեջ ես էլ իր նման աղջիկ եմ։ Եթե իր մոտ հաջողվել է, ես էլ եթե այդ նույն ճանապարհով գնամ իմ նույն կերպ, բայց իմ ճանապարհով գնամ, հավանաբար ես էլ կհաջողեմ եւ այդպիսի դեպքեր շատ կան, մարդիկ ոգեշնչված ինչ որ տարբեր բաներից գործեր են սկսում, հաջողում են, ես շատ ուրախանում եմ եւ նաեւ իմ այդքան ակտիվ լինելը սոցցանցերում ոչ միայն մեր բիզնեսի այդքան օգուտները, հա, սպասարկելն է, նաեւ ես հոգեբանական ու էմոցիոնալ այնքան մեծ մոտիվացիա եմ ստանում մարդկանցից, ինձ հետևող իրենց ամեն կոմենտից, ամեն նամակից, ամեն հաջողված պատմությունից, որ իհարկե եթե իմ էջը չլինի, ես էլ այդքան մոտիվացված իմ գործը չեմ անի, այսինքն դա երկկողմանի խաղ է, ինչքան որ ես եմ տալիս օգուտ իմ լսարին, այդքան իմ լսարանի սերը ու ջերմությունն է ինձ տալիս օգուտ, որ ես շարունակեմ նույն կերպ, ավելի ուժեղանալ։ Հա, ավելի ուժեղանալ եւ բայց միևնույն ժամանակ մնալ սովորական մարդ, որովհետեւ այդ սովորական մարդկանց շնորհիվ է այս ամեն ինչ որ մենք ունենք, հա, մեր թիմակիցներից սկսած մինչեւ հետևորդներ եւ ամեն մարդ, որը օգտվում է այն բաներից, որ մենք ստեղծում ենք եւ հակառակը մենք օգտվում ենք ուրիշների ստեղծած բարիքներից, այդ սովորականությունը շատ կարեւոր է, որ դու միշտ գետնին հողին կպած մնաս, հողակցված լինես ու հասկանաս, որ դու ես մահկանացու, մի օր դու էլ չես լինելու եւ լավ է որ քո անունը երբ դու չլինես, երբ մարդիկ տան ջպիտով հիշեն։ Կարող է թվա դե լավ, երբ դու չկաս այդ կարևոր չէ, բայց ինձ համար կարևոր է որ որտեղ էլ իմ անունը տան, ասեն, բայց Դիանան լավն էր։ Կամ լավն է եւ լավն էր, որովհետեւ մի օր այդ էրա ասելու են, ես շատ ռացիոնալ եմ էլի այդ թեմային նայում, ուզում եմ այդպես լինի եւ որ իմ տված աշխարհում իմ ստեղծած բանը լինի բարիք։ Ինչպես նշեց Դիանան, այս դաժան պայքարում ամեն բան թվում է բարդ, բայց ոչ անիրական։ Դուք եւս կարող եք փորձել։ Փորձ դե երախայ ունեցի, ինչ ես ուզում։ Ուսում գիտեք հեշտ բանը, հələ դուք էլ ունեցեք։ Դե եկավ պահը այս հաճելի զրույցը փակելու, ավաղ Դիանա, բայց պիտի հրաժեշտ տանք մեզ լսողներին։ Քեզ համար նվեր ունեմ Նանես Քորների կողմից։ Շնորհակալ եմ, շատ հաճելի է։ Հա, մեր բարձրախոսները։ Կարող ենք նայել, ինչ է, այո։ Համեցեք սիրո։ Շատ գեղեցիկ։ Ինձ թվում է ձեռագործ։ Իմ ոճին շատ սազական մի բան է սա եւ ես շատ գեղեցիկ կհամադրեմ
Նանեն ուսումնասիրել է ձեր էջը։ Ես անմիջապես հասկացա, շնորհակալ եմ, շատ հաճելի է նման գեղեցիկ տարբերվող նվեր ստանալը, շնորհակալ եմ։ Դե ինչ սիրելիներս, ինձ կրկին մնում է հիշեցնել, որ սյուր իրականությունն իրական է դառնում Էկորջ ստուդիոյի օգնությամբ, եւ որpիսի այս կոնտենտը շարունակի գոյություն ունենալ, պիտի խնդրեմ բաժանորդագրվեք Էկորջ ստուդիոյի YouTube-յան պաշտոնական ալիքին։ Ես Լիլան եմ։ Լավ եղեք։ Մասշատեմ։ Տեսնենք ոնց կստացվի։ Հուսամ որ օգտակար կլինի նայեք ձեր լսարանի համար։ Այս մասով լավ ընդհանուր չէ։ Հա, իսկ ընդհանուր ինչ որ դուք եք անում, ուղղակի շարունակեք անել։